Նորից բարև ձեր հատկերի գործընկերներ, ներողություն իհարկե տեխնիկական խոտանի համար։ Ինչպես գիտեք, այսօր անդրադառնալու ենք վերջին օրերի ամենակննարկված թեմային, որը նաև մեծ աղմուկ էր բարձրացրել ինֆորմացիոն դաշտում, մեդիա ոլորտում եւ նաև մասնավորապես սոցիալական հարթակներում։ Խոսքը փոսերի, դրանց գոյացման պատճառների, հետևանքների եւ նաեւ փոսալցման աշխատանքների մասին է։ Իհարկե քննարկումներ շատ եղան, անդրադառնալու ենք նաեւ ընդհանուր ընթացիկ բարեկարգման ընթացիկ ծրագրերի ֆոնին այս թեմային, եղան նաեւ շահարկումներ, բայց կարծես թեման չփակվեց, որովհետեւ մենք տեսնում ենք, որ կային նաեւ շերտեր, որոնք պետք է հետագայում նաև քննարկումների տեղիք տար։ Հիմա ուզում եմ, որ ավելի ընդգրկուն ու համապարփակ անդրադառնանք այս թեմային եւ այս նպատակով այսօր ասուլիսի ենք հրավիրել քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Արմեն Փամբուխչյանին։ Պարոն Փամբուխչյան, սկսենք եւ առաջինը ձեզանից հարցը։ Շնորհակալ եմ, Փայլակ Ֆարադյան իրականում եմ լրատվական կայք, պարոն Փամբուխչյան, մեկնաբանվեց, որ աղը այս տարի շատ է լցվել, ինչով պայմանավորված էլ փոսեր են առաջացել։ Առաջի տարիներ, որ քաղաքապետարանը աղեր օգտագործում ընդհանրապես ձմեռային ամիսներին, ինչու նախկինում նման ծավալի փոսեր չէր առաջանում Երևանում, ընդդիմադիրներն ի դեպ արձանագրել էին, որ Տիգրան Ավինյանի տան շրջակայքը փողոցը ընդհանրապես փոս չէր, այնտեղ աղուաղված չի եղել, ձնամաքրման աշխատանքներ չի իրականացվել եւ այնուամենայնիվ անպատասխանատու վարկագծի համար լինելու են մեղավորներ, պատժվողներ, ինչպես է դրսևորվելու ի վերջո մարդիկ, վարորդներ այս պարագայում բազմաթիվ վնասներ են կրել, ով է փոխհատուցելու այդ ամենը եւ թեմայից դուրս, եթե կարելի է մեկ ճշգրտող հարց, մի շարք կառույցներ պետական բավականին բարձր պարգևավճարներ էին ստացել անցնող տարեվերջին Երևանի քաղաքապետարանում ինչպես են բաշխել գումարները, որքան պարգևավճար է ստացել Տիգրան Ավինյանը, նրա տեղակալները, այսինքն դուք եւ մյուս տեղակալը, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, պարոն Ֆարադյան, այս նախորդ տարի 2025 թվականին համեմատած 24 թվականի 2.5 անգամ ավել աղուավազով մշակում է եղել, քանի որ դա պայմանավորված է եղել առատյան հետևանքով եւ այս տարի կարելի է նշել, որ վերջին 10 տարիների ընթացքում 25 թվականին կներեք եղել է աննախադեպ ձյանքանակ եւ բնականաբար ծավալը եթե 24 թվականին եղել է մոտ 5000 տոննա, 2025 թվականին եղել է 12000 տոննա, այսինքն 2.5 անգամ ավել, դա միանշանակ ազդել է ձեր նշած փոսերի գոյացման վրա, ինչ վերաբերվում է թե ինչու է այդպես լինում, մի շարք պատճառներ կան, ես ուզում եմ հատուկ շեշտադրում կատարել, որ մեր այն փողոցներում, որտեղ որ մենք 24-25 թվականներին իրականացրել ենք միջին նորոգում եւ կամ փոսալցման աշխատանքներ, այդ հատվածներում գրեթե չկան փոսեր, այսինքն նույն աղու ավազը լցվել է նույն քանակի եւ առանց տարբերակելու թե ում տան դիմացն է եւ ում փողոցն է, նույնաչափ աղի մեքենան չի նայում թե սա այսինչ մարդու բնակարանն է կամ տունը նույն աղու ավազը լցվել է, այդտեղ պայմանավորված է նրանով, թե երբ ենք մենք այդտեղ իրականացրել փոսալցման աշխատանքներ կամ միջին նորոգման աշխատանքներ, այսինքն որքան թարմ է եղել միջին նորոգումը կամ փոսալցումը, այդ հատվածներում կամ գրեթե չկան փոսեր կամ չկան առհասարակ։ Ես դες կարող եմ մեջբերել մի քանի փողոցներ, ես նույնիսկ գրառում էի կատարել, որ նախորդ տարի մենք իրականացրել ենք Վաղաշան փողոցում, Էրեբունի փողոցում, Գայի պողոտայում, բացառությամբ մի դեպքի Գայի պողոտայի, ես դա նույնպես կմեկնաբանեմ, դա ուղղակի սողացող հող է եղել եւ այդ հատվածում շինարարը երաշխիքի մեջ է, շինարարը պարտավոր է այդ հատվածում ոչ միայն փոսալցում իրականացնել, այլ ամբողջությամբ այդ տվյալ հատվածում միջին նորոգում պետք է իրականացնի։ Եվ բազմաթիվ մենք մոտ 200,000 քառակուսի մետր իրականացրել ենք փոսային լցման աշխատանքներ եւ կարող եք դուք ինքներդ շրջել կամ միասին շրջենք եւ կտեսնենք, որ այդ հատվածներում չկան որևէ խնդիրներ, ինչ վերաբերվում է աշխատավարձերին, այս բանը չեմ կարող ասել, կարող եք հարցում ուղարկել, դա հրապարակային է, նաեւ մենք հայտարարագրում ենք, դա ձեզ բանավոր գրավոր կպատասխանենք, շնորհակալություն։ Որն է պատասխանատու վարկագիծը, որ ձյուն է եկել եւ աղ ենք լցրել եւ փոսեր են գոյացել, այսինքն կամ պետքա ձյունը չմաքրվել կամ
ես ուզում եմ հասկանալ որն է դրա պատասխանատվությունը։ Եթե ընդհանուր առմամբ վարորդներ կրել են վնասներ, բնական մեթոդ, բնական, այսինքն ստեղծված բնական իրավիճակով պայմանավորված եղել են փոսեր։ Եվ նման ընթացակարգ ցավոք սրտի քաղաքապետարանը չունի։ Փոխհատուցման։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Օրագիր Նյուզ Արփինե Նավասարդյան, պարոն Փամբուխչյան, վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ են ձերբակալվում կոռուպցիայի գործով, եւ հիմա իմ հարցը շատ կարճ, հստակ, Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա։ Շնորհակալություն։ Շատ կարճ պատասխան եմ, որ չկա եւ Երևանի քաղաքապետարանում թիվ 1 կոռուպցիայի դեմ պայքարող մարդիկ քաղաքապետն է, իր տեղակալները եւ մնացած ղեկավար անձնակազմը։ Շնորհակալություն։ Մի շարք մարդիկ ունակ են կոռուպցիայով զբաղվելու կամ կաշառակերությամբ զբաղվելու, որոնց որ իրավապահ մարմինները հայտնաբերում են եւ ենթարկում են պատասխանատվության։ Հանրային ռադիո, պարոն Փամբուխչյան, ներկայում իրականացվում են աշխատանքներ փոսալցման, նկատում ենք, որ կա բիտումի խնդիր։ Դա փաստում եք կա թե ոչ։ Եվ երկրորդ հարցը ավտոտնակների վերաբերյալ է, քանի որ ձեր դաշտում է ոնց հասկացա, քաղաքապետը նշեց, որ վարձավճարներ պիտի գործեն, այսինքն քաղաքացիները չունենան այնպիսի խնդիր, որ սեփականաշնորհման գործընթաց սկսեն, այսինքն վճարովի վարձակալություն գործի։ Արդյոք քաղաքապետարանը հաշվարկել է 1 քառակուսի մետրի համար քաղաքացին, եթե գա դիմի ավտոտնակը, որքան գումար է վճարելու, որպեսզի դա անի, եւ հատակագծով Երևանի հաշվարկել է օրինակ, քանի ավտոտնակ կա, եւ երրորդ հարցը մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը, որը տարեց տարի խոստանում են, որ լինելու է, խնդրում եմ ասեք, ինչ փուլում են մրցույթի աշխատանքները։ Շնորհակալություն, սկսեմ վերջից, Աջափնյակի մետրոյից մենք բոլոր փորձաքննությունները արդեն անցել ենք եւ մեծ հավանականությամբ կամ ամենայն հավանականությամբ մենք եթե ոչ այս տարի, մյուս տարվանից մենք արդեն կսկսենք շինարարության մրցույթը։ Բավականին ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ձգձգվել է, այսպես ասեմ, փորձաքննությունը, բայց այժմ մենք ունենք այդ փորձաքննության արդյունքները, որը որ մեզ թույլ է տալիս արդեն գնալ մրցույթային ճանապարհով։ Ավտոտնակների հետ կապված ես ավելի լայն քաղաքականությունը ձեզ նշեմ, տեսեք ինչպես է ավտոտնակների մասով մոտեցումները, այն ավտոտնակները, որտեղ որ մենք չունենք նախագիծ բակային որևէ բակային միջավայր ստեղծելու կամ որևէ դաշտ ստեղծելու, այդ ավտոտնակները, որոնք որ այսպես կոչված չեն խանգարում, այդ ավտոտնակների պայմանագրերը երկարացվում են նոր սակագներով, ներկապային սակագների մասով չեմ կարող հստակ թիվ ասել, իսկ այն ավտոտնակները, որտեղ որ մենք նախագծում ենք, օրինակ մենք Արաբկիր վարչական շրջանում լայնածավալ ավտոտնակների քանդման process սկսեցինք եւ մի քանի մեծ բակային հատվածներ ստացանք, այդ process-ը շարունակական է, նաեւ կա Էրեբունի վարչական շրջանում, Նորնորք վարչական շրջանում, այն ավտոտնակները, որոնք որ չկան նախագծերի մեջ, մեր բակային կրկնեմ, այդ ավտոտնակները քննարկման արդյունքներում միգուցե երկարացվում են 2 կամ 3 տարով վարձակալության հողի վարձակալության վճարները, իսկ այնտեղ որտեղ որ մենք ունենք հստակ նախագծեր, այդ ավտոտնակները միանշանակ քանդվում են։ Բիտումի հետ կապված կարևոր հարց եք տալիս, մենք առհասարակ մենք բիտումի խնդիր չունենք, բայց ունենք մենք որոշ հատվածներ, որտեղ որ շինարարը ոչ պատշաճ է մոտենում եւ ունենք դեպքեր, հենց մասնավորապես այսօր մեր շինբարեկարգման վարչության աշխատակիցների կողմից այսօր երեկոյան պարզել են, որ Վարդանանց փողոցում օրինակ փոսալցումը կատարվել է առանց բիտումի, հայտնում եմ ձեզ բոլորիդ, որ այդ ասֆալտը քանդվելու է եւ ամբողջությամբ շինարարի հաշվին, այսինքն քաղաքապետարանը այդտեղ գումար չի ծախսելու եւ պետք է ստանան այն փոսալցումը, որը որ նախատեսված է թե ավականու որոշումներով եւ թե մեր ընթացակարգերով։ Այսինքն այդ խնդիրը հատվածային մասնակի տեղերում լինում է, ոչ թե բիտումի խնդիրն է, այլ շինարարի մոտեցման խնդիրն է, որը որ արձանագրում ենք թե մենք եւ թե երբեմն նաև դուք եք մեզ օգնում լրագրողները, որոնք որ հատվածային վայրերում, որտեղ որ մեր աշխատակիցները չեն հասցնում ֆիքսել, մենք ֆիքսում ենք խնդիրը եւ այդ խնդիրը ոչ բյուջեի հաշվին, ոչ երևանցիների հաշվին վերանորոգվում է եւ ստանում է պատշաճ տեսք։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Free News հեռուստաընկերություն, Հովհաննիսյան Արմեն։
Պարոն Փամբուխչյան, ես կցանկանայի իմանալ երբ է նախատեսված ավարտել փոխսալուսման աշխատանքները եւ ներկայումս քանի տոկոսն է իրականացվել։ Երկրորդ հարցը, արդյոք ունի քաղաքապետարանը ասֆալտապատման եւ փոխսալուսման աշխատանքները վերահսկող տեխնիկական մարմին եւ երրորդը երկրորդային փողոցներում եւ բակերում փոսերի լսման աշխատանքների ընթացքում ավազ կամ հող է լցված, որը նաև հավելյալ դժվարություններ է առաջացնում փոշու տեսքով։ Այդտեղ երբ է նախատեսված աշխատանքներ իրականացվել։ Տեսեք, մենք մոտ ներկա պահին մոտ իրականացրել ենք 10,000 երևի քառակուսի մետր, բայց մեր բյուջեում նախատեսված է 200,000, այսինքն մենք դեռ շատ ունենք եւ փոսալցումը ամբողջ տարվա համար է մեզ մոտ նախատեսվում, այսինքն ինքը չունի հստակ ժամկետ։ Ավարտը կարող ենք համարել եղանակային պայմաններից ելնելով, ենթադրենք դեկտեմբեր ամիսը, եթե իհարկե թույլ տա։ Բայց մենք աշխատում ենք բնականաբար միջև եղանակային պայմանների վատթարանալը այդ հարցերին լուծում տալ։ Ինչ վերաբերվում է այդ փոսերի մեջ գոյացած հողերին, ինչպես գիտեք, փոսալցման աշխատանքների ժամանակ դա մաքրվում է եւ արդեն մեկ այլ հիմնարկ քաղաքապետարանից ԵԱՍՄ-ն ինքն է արդեն պատասխանատու տվյալ մաքրության համար, այսինքն մի կողմից կատարվում է փոսալցում, որտեղից որ դուրս են գալիս այդ փոշին եւ հողերը, եւ մյուս կողմից մեր մյուս հիմնարկը սկսում է դրա մաքրման աշխատանքները։ Ես մի կարևոր արձանագրում ունեմ անելու, հարգելի գործընկերներ, միգուցե դուք հետո հարցի տեսքով տայեք ինձ, բայց ամեն դեպքում ես փորձեմ այդ արձանագրումը անել, որ փետրվար ամսին առհասարակ փոսալցումներ տեղի չեն ունեցել։ Երբեք տեղի չի ունեցել, դուք կարող եք հետ գնալ, մենք բոլորս մեր հիշողությունը լարենք եւ կտեսնեք, որ փետրվար ամսին երբևէ չի տեղի ունեցել փոսալցում կամ ասֆալտապատում մի քանի պատճառներով, մի կողմից եղանակը եւ մյուս կողմից մեր շինարարական կազմակերպությունները ձմռան ամիսներին մինչեւ փետրվարի վերջ սկսում են վերազինում իրենց ասֆալտի գործարաններում։ Եվ այդ վերազինումը իրենք այնպես են հաշվարկում, որ ավարտվի մարտի 1-ից մինչև մարտի 10 ընկած ժամանակահատվածում, որն էլ իր հերթին ենթադրում է, որ եղանակային պայմանները կբարելավեն եւ իրենք իրականացնեն ասֆալտապատում։ Սա ուղղակի այս ֆորս մաժորային իրավիճակում, որը որ մենք ունեցանք, կրկնում եմ եղանակային պայմաններից ելնելով առածյան հետևանքով եւ նաեւ մեծ քանակի աղոավազով մշակման հետևանքով մենք ուղղակի խնդրանքի կարգով մեկ շինարար կարողացել է վերակառուցել իր գործարանը աշխատացնել, որտեղ որ մյուս շինարարները իրենից օգտվում են ասֆալտ գնելով եւ եթե չեմ սխալվում 2 օր առաջ նոր երկրորդ գործարանն է սկսել գործել, այսինքն մենք իրականության մեջ գործել ենք ֆորս մաժորային իրավիճակում եւ տվել ենք հրատապ լուծումներ, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից, որը որ մենք ինքներս նույնպես նկատել ենք եւ բնականաբար մեզ համար եղել է առաջնահերթություն։ Factor TV Արփի Հակոբյան։ Պարոն Փամբուխչյան, անցյալ տարի 2025-ին փոսային նորոգումներն իրականացրել է AAB պրոյեկտ ընկերությունը 2 միլիոն ներողություն 836,000 դոլարով եւ ուշագրավն այն է, որ դուք պայմանագիր կնքել եք մի ընկերության հետ, որի թույլ տված խախտումների համար, նախկինում արված խախտումների համար քրեական գործ էր հարուցվել եւ հիմա Երևանի քաղաքապետարանում չգիտեն թե ինչպես պետք է պարզեն, արդյոք այդ ընկերության արած փոստանորոգման աշխատանքները որակով են թե անորակ։ Խնդրում եմ ասեք, ցանկություն չունեք պարզելու, թե պարզապես մեխանիզմներ չկան պարզելու համար եւ ինչու այդ ընկերությունը, այս 5 ընկերությունները, որոնք ներկայում իրականացնում են փոստանորոգման աշխատանքներ, չկա այդ ընկերությունը այդ 5 ընկերությունների ցանկում։ Եվ խնդրում եմ ասեք, ինչու եք տենդերները հայտարարում բիտումային էմուլսիայով, ոչ թե հենց բիտումով, որ ավելի որակով լինեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, վերջի հարցից կամ ըստ էության շինարարության մեջ, որը ստանդարտներով այդ բիտումային էմուլսիան նույնպես ընդունելի տարբերակ է, որը որ 70 աստիճան են, եթե չեմ սխալվում, միգուցե դետալների մեջ պլյուս մինուսով սխալվեմ, 70 աստիճան է պահանջում տաքությունը, հենց բուն բիտումը 160, բայց դա նույնպես ընդունված է շինարարության մեջ, այսինքն դրա մեջ որևէ տարբերություն չկա։ Ինչ վերաբերվում է առաջի հարցին, ես հենց նոր մեկ փաստ արձանագրեցի, չգիտեմ դուք այստեղ եք լսեցիք թե ոչ, հենց խոսքը վերաբերվում էր այդ ընկերության կողմից իրականացնող կամ իր հետ փոխկապակցված, լավ այսպես ասեմ, փոխկապակցված ընկերության
հետ էր կապված խնդիրը, դա Վարդանանց փողոցը, որը որ ես նշեցի, մենք նկատել ենք այդ խնդիրը եւ շատ մոտ օրերս այդ խնդիրը պետք է ստանա պատշաճ լուծում, այսինքն առանց բիտումի իրականացված աշխատանքը կքանդվի ամբողջությամբ այդ փոսալցումը, իդեպ որ տեսնեք, իմացեք, որ դա է պատճառը, այսինքն այն ասֆալտը, որը որ ներկապային իրականացվել է, դա չի համապատասխանում մեր ստանդարտներին, այդ խնդիրը նկատել է մեր շինբարեկարգման համապատասխան աշխատակիցը կամ աշխատակիցները, բարձրացրել է խնդիրը եւ այդ խնդիրը պետք է ստանա պատշաճ լուծում։ Պարոն Փամփուխչյան, գուցե անցյալ տարի էլ են առանց բիտում իրականացրել, ինչու պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, օրինակ ինչու շինբարեկարգման վարչությունը չի հսկում այդ կատարված աշխատանքները, ինչպես նաև երաշխիքի պայմանագիրն դեռ ուժի մեջ է մինչև 26-ի ամառ։ Այո, երաշխիքի պայմանագրերը ուժի մեջ են, երաշխիքային պարտավորությունները նույնպես կկատարեն եւ ես ձեզ պատասխանատու հայտարարում եմ, որ մենք չունենք 5 կազմակերպություն կլինի շահողը թե 7 կամ թե 1, մենք չունենք որևէ միտում նկատելու դեպքում մենք իրականացնում ենք մեր լիազորությունները, որը որ մեզ վերապահված է եւ բոլոր շինարարները այդ մասին տեղյակ են, գիտեն, որ մենք որևէ միտում չունենք որևէ խախտում տեսնել կամ չտեսնելու հետ կապված։ Մենք բոլոր խախտումները ցանկանում ենք տեսնել, այդ թվում ձեր միջոցով։ Շնորհակալություն։ Իսկ այդ 5 ընկերությունների համար ընկերություններին գումար վճարվում է, որովհետև երաշխիքի պայմանագիրը ենթադրում է, որ անվճար պետք է շտկեն իրենց աշխատանքները։ Բնականաբար գումար չի վճարվում, ես ինչպես նշեցի, եթե երաշխիքի մեջ է, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, մենք ունենք նաև դեպքեր նախորդ տարվա հետ կապված, որ մի քանի անգամ նույն գործողությունը շինարարները կատարել են առանց վճարվելու, որովհետև թե եղել է երաշխիքի մեջ եւ թե եղել է մեր ընթացակարգերի եւ կանոնների խախտման աշխատանքներ։ Խնդրեմ։ Մերիմանուկյան 24-րդ, պարոն փոխքաղաքապետ, որքան էլ փորձեք առաջացած փոսերի վերաբերյալ արդարացումներ կամ պատճառներ գտնել, բայց հատկանշական է մեկ փաստ, որ առատ տեղումները ոչ միայն Երևանում էին, այլ նաև ամբողջ հանրապետությունով մեկ։ Եվ անգամ քաղաքացիները դժգոհությունների ժամանակ, երբ բարձրաձայնում էին, նշում էին, որ գյուղերում ավելի լավ է ասֆալտը, քան Երևան քաղաքում։ Գյուղերից կարողանում են գալ հասնել մայրաքաղաք, բայց արդեն մայրաքաղաք խրամատներ հիշեցնող փոսեր են։ Այսինքն միջպետական ճանապարհներին ըստ էության ավելի շատ աղուավազ է օգտագործում, քանի որ քաղաքապետը նշել էր, որ աղն է եղել հիմնականում խնդիրը, որ նման փոսեր են առաջացել։ Այստեղ ամենաէականն այն է, որ որակյալ ասֆալտ չի արվում, իսկ մայրաքաղաքից դուրս, երբ որ լցվել են աղուավազները, նման իրավիճակ չի առաջացել, ինչպես մայրաքաղաքում է։ Շնորհակալություն։ Տեսեք, բոլորից պարզ է, չէ՞ որ ժողովուրդ ջան, մենք անցյալ տարի կամ նախանցյալ տարի ամբողջ Երևանը չենք ասֆալտապատել, դա բոլորս գիտենք, ճիշտ է։ Հիմա ես դες նշեցի փողոցներ, կարող եմ նշել նաև 24 թվականի փողոցները, որտեղ որ իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ, այդ հատվածներում ըստ էության մենք չունենք խնդիրներ։ Այսինքն այստեղ հարցը ասֆալտի կատարման ժամկետների մեջ է, թե երբ է այդ փողոցը ասֆալտապատվել, որին որ նաև նպաստել է աղը, որովհետև միայն աղի հետևանքով, եթե նույն աղը լիներ պատճառը, Էրեբունի փողոցը պայմանական եմ նշում կամ Վաղարշյան փողոցը նույնպես պետք է լիներ փոսերով, բայց չի եղել նրա համար, որովհետև թարմ ասֆալտ է եղել եւ որակով է եղել։ Իսկ հին արված ասֆալտ, այսինքն մի քանի տարիների վաղեմություն ունի այդ ասֆալտը, անկախ իր որակական հատկություններից ինքը ունի որոշակի տևողության ժամկետ եւ ըստ էության նաեւ աղն է նպաստել է պայմանները եւ դրանից են առաջացել, այսինքն հիմա տեսեք, որ անընդհատ ասվում է, որ ասֆալտը անորակ է, եկեք միասին ուղղակի դուրս գանք եւ տեսնենք, թե տվյալ ձեր նշած կետում, որը որ դուք համարում եք անորակ, երբ է այդտեղ իրականացվել ասֆալտապատում, վերջին անգամ, որովհետև ամենավորակյալ ասֆալտն ինչ-որ մի փուլում ինքը ունենում է խնդիրներ, այսինքն մի քանի տարիների ընթացքում հիմա չեմ կարող ասել 1 կամ 2, բայց փաստը ցույց է տալիս, որ 2 տարի առաջվա արած ասֆալտի հետ կապված մենք որևէ խնդիր չենք ունեցել։ Եվ մենք դա հատուկ այս վերջի շրջանում մենք կոնկրետ մոնիթորինգ ենք իրականացրել այն հատվածներում, որտեղ որ մենք փոսալցումներ ենք իրականացրել, ինչպես նաև դե էլ չասեմ, որ այդ միջին նորոգում իրականացրած հատվածներում, որը որ վստահաբար բոլորը այդ փողոցներով անցնում եք եւ նկատելի է, օրինակ Գայի փողոց, Էրեբունի փողոց, Վաղարշյան փողոց, Քոչարի ինչ որ մի հատված դրանք են փողոցներն են, որտեղ որ մենք իրականացրել ենք միջին նորոգում եւ այդ փողոցներում գետ 1 փոս չկա։ Ոչինչ, բարձր կասեմ, լավ։
Ազատություն, պարոն Փամբուկյան, տեսեք, ինչ սկսվել են փոսալցման հետ կապված սոցիալական ցանցերի աղմուկը, մարդկանց դժգոհությունը, դուք անընդհատ պատճառների մասին եք խոսում, որ այս սրա պատճառով ա եղել, նրա պատճառով ա եղել, ես իհարկե կգամ այս հարցին, բայց մի քանի օր առաջ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ հարցրեց Շիրակի փողոցի մասին եւ պաշտոնյան ասաց, որ չեն արել ոչինչ ու նույնիսկ բարկացավ Տիգրան Ավինյանը, որ ես ձեզ մի քանի օր առաջ եմ ասել եւ այլն եւ այլն։ Այսինքն ակնհայտորեն քաղաքապետի առաջադրանքն էլ չէին կատարել ըստ այդ տեսանյութի, ըստ այդ նիստի ամեն դեպքում։ Դուք օրինակ ընդունում եք, որ քաղաքապետարանը թերանում է շատ հարցերում եւ քաղաքապետարանը սկսում է աշխատել, խնդրում եմ հնարավորինս անկեղծ պատասխանեք այս հարցին, եւ սկսում է աշխատել, երբ որ սոցիալական ցանցերում բլոգերները նկարում են եւ սկսում են խոսել այդ խնդիրների մասին, որոնք բնակիչներին 100,000-ավոր վարորդներին վնաս են պատճառել։ Նախ դուք ասեք, կան հարցեր, որ դուք ընդունում եք ձեր մեղքը, նույնիսկ այս հարցում ընդունում եք, որ դուք թերացել եք, չեք աշխատել, նախ սրան պատասխանեք, ես կանցնեմ առաջ։ Տիգրան Ավինյանի այդ օրվա օրինակով Տեսեք, ներկա ծավալների մեջ այն ծավալի աշխատանքներ, որ մենք իրականացնում ենք, ինչպես նաև նշեցի, որ փետրվար ամսին ասֆալտապատում իրականացնելը դա աննախադեպ է, բնականաբար ցանկացած մարդ, այդ թվում նաև քաղաքապետարանը, մենք եւ ես, ունենք մեր թերացումները մեր աշխատանքում։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ դուք նույնպես ունեք թերացումներ եւ բոլորս ունենք թերացումներ։ Բայց դա չի նշանակում, ես իմ թերացումներից եմ խոսում։ Բայց դա չի նշանակում, որ մենք քաղաքապետարանը սպասում է, թե որևէ բլոգեր կամ մեր հարգելի լրագրողներից մեզ մատնանշեն խնդիրը, մենք նաև ունենք ակտիվ քաղաքացի հարթակ, որտեղ որ մեր քաղաքացիներն են անձամբ խնդիրները նշում, որովհետև քաղաքապետարանը իր անձնակազմով, նաև վարչական շրջանները չեն կարող նկատել, կարող են փոքր խնդիրները կամ միջին խնդիրները միգուցե իրենց աչքից վրիպի, բայց մեր քաղաքացիները, քանի որ ուշադիր են, իրենք տեսնում են, նկարում ուղարկում են եւ այդ խնդիրներին տրվում է լուծումներ։ Սա այն դեպքերից մեկն է, որը որ նույն մեր քաղաքացիները քաղաքապետին դիմել են, ակտիվ քաղաքացի հարթակով կամ գուցե իր Facebook-յան էջով, եւ այդ խնդիրը ըստ էության նաեւ Շիրակի փողոցում ես ուզում եմ նշել, որ այնուամենայնիվ փոսալցումներ իրականացվել էր ժամանակավոր, ոչ հիմնական, բայց փոսալցումներ իրականացվել էր։ Բնականաբար, եթե թերացումներից խոսենք, բոլորս էլ ունենք, մեր թերացումներն էլ ես դες նշում եմ, որ ֆորս մաժորային իրավիճակ է եղել եւ մենք մեր բոլոր մրցույթները եւ պայմանագրերը եւ նախապատրաստվածությունը այնպիսին էր նախորդ տարուց սկսած պլանավորած, որ մենք պետք է այս աշխատանքները սկսենք մարտի 1-ից մինչեւ մարտի 10 ընկած ժամանակահատվածում։ Բայց եղել է այնպես, որ խնդիր է առաջացել եւ մենք դա սկսել ենք փետրվարի ամսաթիվը չեմ հիշի 15-ից։ Այսինքն մենք նույնպես ժամանակի եւ արագության խնդիր ենք ունեցել, որովհետեւ այդ փոսերը ինչքան որ նեղում է ձեզ, կրկնակի կամ երակի կամ քառակի անգամ նեղել է մեզ։ Քիչ առաջ, տեսեք, դուք որ ասում եք իբրև ձեր նախաձեռնությամբ եք ինչ-որ բան անում, իմ գործընկերը, որ գալիս էինք ճանապարհին, խնդրում էր ձեզ հարց տալ, որ բնակիչ է, վարորդ է, Մասիվիչ Շոպրոնի փողոցի մասին, որ տևական ժամանակ քանդված է ինչ-որ աշխատանքների համար, եւ այդ ճանապարհը չի վերանորոգվում։ Այսինքն, չգիտեմ, քանի սրա մասին բլոգերները նյութ չեն արել, փաստորեն այդ ճանապարհը մնում է այդ վիճակում եւ երկրորդը, օրինակ դուք որ ասում եք աղի պատճառով է, հիմա դուք մյուս տարի օրինակ աղ չեք կիրառելու ձյան դեմ, ինչ եք անելու եւ մեկ էլ մյուս հարցը տա միանգամից, տեսեք, օրինակ վարչական շրջանի ղեկավարները ինչ են անում։ Ի վերջո, երբ որ խոսում են դրա մասին, չեն ասում քաղաքապետան, որ ասում է, նկատի ունեն այն վարչական շրջաներին։ Բնակիչները վարչական շրջաներով, որ գալիս են աշխատանքի կենտրոն, բոլորը ամեն օր նկատում են այդ ճանապարհների փոսերը։ Բա ինչ են անում վարչական շրջանի ղեկավարները, աշխատակիցները, եւ երբ որ սոցիալական ցանցերում մարդիկ ակցիաներ են անում, ֆլեշմոբեր են անում, ցույց են տալիս այդ մարդկանց պաշտոնյաներին ժամանակավոր լուծումներ, դրանից հետո քաղաքապետանը ակտիվ աշխատանքի է անցնում։ Ուզում եմ հասկանալ, ինչ են անում օրինակ վարչական շրջանի ղեկավարները, որոնց աչքից վրիպում են այդ փոսերը, ինչը նկատում են ամեն օր վարորդները եւ տուժում են 100,000-ավոր դրամներ։
Կներեք, բայց ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքապետարանը ըստ ձեր ասացի աշխատում է միայն բլոգերների շնորհիվ, կներեք, թույլ տվեք ես չհամաձայնեմ, 1-2 բլոգեր կամ 3 բլոգեր կարող են ինչ-որ բաներ նկարել եւ համացանցում տեղադրել, դա չի նշանակում, որ ամբողջությամբ մեր աշխատանքը պայմանավորված է իրենց նկարելով, ես դες եւս մեկ անգամ հավաստիացնում եմ եւ կրկնում եմ, որ մենք առանց որևէ մեկի նկարելու մենք ինքներս այդ փոստերը տեսել ենք, մենք խորհրդակցություն ենք անցկացրել, ներքին խորհրդակցություն, թե երբ կարող ենք սկսել այդ աշխատանքները եւ երբ որ արդեն մենք պատկերացրել ենք, որ խնդրել ենք, որպեսզի գործարան բացվի, գործի, որտեղ գործարանները չեն աշխատել։ Մենք խնդրել ենք, որպեսզի այդ գործարանը գոնե մեկ գործարան, եթե կարող է աշխատացնել, որպեսզի ասֆալտ լինի եւ մենք կարողանանք թեկուզ տեղային լուծումները տալ, բայց մենք այդ տեմպի տակ կարողացանք այնպես անել, որ նաև արդեն սկսեցինք նորմալ կտրումով փոսալցումներ իրականացնել, այլ ոչ թե միայն բահային լուծումներով, այդ որ ժամանակավոր տեղային լցնում ենք։ Վարչական շրջանների հետ կապված ուզում եմ նշել, որ վարչական շրջանները նույնպես ունեն իրենց բյուջեն ասֆալտապատման հետ կապված եւ մեզ մոտ բաժանվում է երկու մասի կարելի է բաժանել, մի մասը իրականացնում է շին բարեկարգման վարչությունը, որը որ քաղաքային նշանակության է, իսկ երկրորդական փողոցներում վարչական շրջանների իրականացնում է վարչական շրջանը։ Նախորդ տարի մեր վարչական շրջանների ընդհանուր քառակուսին կազմել է մոտ 220,000 քառակուսի փոսալցման աշխատանքներ, այս տարի գրեթե նույն չափի մոտ 200,000-ի կարգի է նախատեսված, այսինքն իրենք էլ իրականացնում են այդ բակային հատվածներում շին բարեկարգման վարչությունը իրականացնում է քաղաքային նշանակության փողոցներում։ Լավ, ես մի հարցնել ասեմ, հեղեղատարների հետ կապված։ Մյուս տարի նույնպես աղ ենք լցնելու, որովհետև այլ տարբերակ չունենք։ Աղ եւ ավազ բնականաբար, եթե մյուս տարի ձյուն գա, մենք կրկին օգտվելու ենք հին մեթոդներից։ Շատ լավ, մեկ էլ մարդիկ, որոնք շատ ակտիվ խոսում են փոսալցման, այսպես ասած, թեկուզ ժամանակավոր լուծումներից, ասում են նաև այդ նույն բլոգերները, որոնք անձամբ են գնում եւ այդ գործողությունները անում, հա, նաև դուք եք անում, նաև դուք եք անում։ Նրանք ասում են, օրինակ, եթե հեղեղատարները մաքրեք, այդ հարցն էլ կլուծվի, հա, ինչ որ տոկոսով։ Եվ նույնիսկ օրինակ են ծառայում քաղաքապետանի կամ այդ վարչական շրջանի ղեկավարի համար, իրենք են մաքրում հեղեղատարներ եւ ցույց են տալիս ինչ կարեւոր բան է կամ ինչքան հեշտ է։ Օրինակ հեղեղատարների մաքրման աշխատանքներ իրականացնելու եք, թե չէ, կամ դուք համարում եք, որ այո, եթե այդ գործն էլ անի քաղաքային իշխանությունը, ապա այդ հարցն էլ որոշ չափով կլուծվի։ Այդ հարցը իրականացնում է քաղաքապետարան, բայց նաև այդտեղ մեր գործընկեր Վիոլա ջրի հետ կապված, այսինքն այդ հեղեղատարների մի մասը, բայց քաղաքապետարանը նույնպես մասնակցում է մաքրման աշխատանքներին, մասնավորապես ԵԱՍՄ հիմնարկի միջոցով մենք իրականացնում ենք, որովհետև այ դուք ճիշտ եք նկատում, այդ հեղեղատարների հետ կապված դա անձրևներին ժամանակ բավականին խնդիրներ է առաջացնում այն հեղեղատարները, որոնք որ մաքրված չեն։ Խնդրեմ ձեր հերթն է։ Չէ, ձեր։ Ապայման պետք է հարցնամ, ես չունեմ ճիշտ ասած։ Լավ, անցնենք առաջ դուք։ Եթե ժամանակ ունենանք, անշուշտ։ Արչև կանգնել, ինչ խնդիր եք առաջարկում, ինչպես վարորդները այս դեպքում բարվեն, ինչպես վերանորոգեն մեքենան։ Եթե անկեղծ չունի քաղաքապետարանը նման ընթացակարգ, եւ ես կարծում եմ, որ չունի ընթացակարգ քաղաքապետարանը։ Ռադար Արմենիա, Լիլիթ Աբրամյան, պարոն Փամբուխչյան, ուզում էի իմանալ փոսալցումներից զատ երբ են մեկնարկելու գծանշումների նախագիծը։ Տեսեք, հիմա քանի որ ներկա պահին մենք լայնամասշտաբ իրականացնում ենք փոսալցման աշխատանքներ, փոսալցումը ավարտելուն պես նոր կիրականացվի գծանշումները, մենք փողոց առ փողոց երբ վերջացնում ենք ամբողջությամբ, այդ ժամանակ ենք դիմում մեր համապատասխան վարչությանը, որպեսզի կատարվեն գծանշման աշխատանքները, բայց քանի որ դեռ հատվածային
լուծումներ ենք տալիս ներկա պահին։ Ես կարծում եմ, որ ավարտելուն պես մի 10-15 օրից, երբ որ մենք ավարտենք հիմնական այս փոխհատուցման, այս տվյալ իրավիճակով պայմանավորված փոխհատուցումները, այնուհետև կիրականացվի արդեն գծանշման աշխատանքները։ Armenia Today, Աննա Բադալյան, ես լրացնեմ գործընկերներիս հարցերը։ Նախ դուք նշեցիք, հա, մի քանի համայնք, փողոցներ, կխնդրեմ ներկայացնել, հա, 2024-ից 25 թվականներին Երևանում մասնավորապես որ վարչական շրջաններում են իրականացվել ասֆալտապատման եւ փոսալցման աշխատանքներ, ինչպիսին են դրանց ծավալները եւ ընդհանուր արժեքը, հա, բյուջեն, կազմակերպությունների քանակը ու անունները, որ կազմակերպություններն են իրականացնել դրանք, դուք նշեցիք, որ երաշխիք կա, հա, հստակ, նաև կխնդրեմ նշել ինչ պայմաններով են, հա, ինչ ժամկետներով են երաշխիքները կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերով, եւ նաև 2026 թվականին համայնքային բյուջեով ճանապարհների ընթացիկ նորոգման ու փոսալցման աշխատանքների համար որքան է նախատեսված։ Շնորհակալություն, փոսային աշխատանքների հետ կապված բոլոր 12 վարչական շրջաններում իրականացվել, այսինքն փողոց առ փողոց, ինչ փողոց գիտեք, որտեղ որ եղել է խնդիր, փոսայինի հետ կապված եմ ասում, բոլոր վարչական շրջաններում դա իրականացվել է։ 26-ի հետ կապված մենք ունենք 1.7 միլիարդ դրամ հատկացված միջին նորոգման համար եւ 1.1 միլիարդ մոտ 1 միլիարդ դրամ ունենք հատկացված փոսային աշխատանքների լցման համար։ 26 թվականին կարող եմ նաեւ ընթերցել, ինձ մոտ ես հատուկ վերցրել եմ իմանալով որ այս հարցը կտրվի։ Մենք ունենք նախատեսած Գարեգին Նժդեի փողոց միջին նորոգում, Տիգրան Մեծ, Ագաթ Հանգեղոս, Դեմիրճյան, Եղվարդի Խճուղի, Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան։ Ինչպես նաև մեր պլաններում կա որպես հիմնանորոգում, որը որ նաև բյուջեով հաստատված է Ավետիսյան փողոցը եւ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցը, ինչպես նաև արդեն դեռ բյուջեով նախատեսված չէ, բայց արդեն քննարկումները եղել են, արդեն նախագիծը եւ ամբողջը կա Արինբերդի փողոցը, որը որ նախորդ տարի մենք խոսք ենք տվել մի շարք քաղաքացիների։ Սա 2026 թվականի պլաններն է, իսկ 25 թվականին Հրաչյա Քոչարն ենք իրականացրել Վաղարշան, Միասնիկյան, Պողոտայի եւ Գայի Պողոտայի էջքերը, այսինքն կամուրջների միացման հատվածը Դավթաշենի հատվածը Էրեբունի, Անդրանիկի փողոց, Գայի Պողոտա, Հրաչյա Քոչար։ Իսկ ծավալը 2024-25 թվականների բյուջեն։ Բյուջեն 1.7-ի կարգերավորվել նույն չափի թողեցի հետո ավելա, մոտ էլի 1.7 միլիարդ։ Որտեւ այս տարվա բյուջեն քննարկելուց համարեցինք, որ քանի որ նախորդ տարում այդ բյուջեով ամբողջությամբ կարողացել ենք ավարտել, այս տարի նույնպես այդքան նախատեսենք, եթե հարկ կառաջանա հավելյալ լուծումներ տալու կամ հավելյալ փողոցներ կառաջանա, օրինակ ինչպես եղավ Արինբերդի քննարկումների արդյունքում պարզվեց, որ հիմնանորոգում հավելյալ բյուջե կնախատեսվի արդեն։ Շնորհակալություն։ Ընկերությունների անվանումները։ Անվանումները ճիշտ ասած ես չգիտեմ ընկերությունների անվանումները։ Իսկ երաշխիքների մասով։ Երաշխիքները 1 տարով են։ 1 տարով։ Տարբեր ընկերություններ են, կարող եք հարցում անել, մենք կտանք էլ ոչ մի գաղտնիք չկա։ Եվ մի լրացնող հարց, ճիշտ է, դուք նշեցիք, որ դուք եք բացի, հա, քաղաքացիներից հետևում ընթացակարգին, վերահսկողությանը, բայց կա արդյոք քաղաքապետարանում հստակ մեխանիզմ, որ մինչև ասֆալտապատումը, հա, որակը վերահսկվի, ոչ թե խնդրի բացահայտումից նկատելուց հետո։ Տեսեք, կա այդ մեխանիզմը հետևյալն է, որ մեր տվյալ համապատասխան ինժեներները ամբողջ այդ ընթացքում, թե կտրման եւ թե այնուհետեւ ասֆալտապատման ընթացքում իրենք լինում են այդ հատվածներում։ Իրենք կանգնած հետևում են եւ խնդիրը նկատելուն պես արձագանքում են, բայց լինում են դեպքեր, որ նույն ինժեները մեկ այլ տվյալ վարչական շրջանում կամ մի փոքր հեռվանում է եւ այնտեղ կարող է խնդիր առաջանալ, որը որ նաեւ եղել է տվյալ դեպքում Վարդանանցի հետ կապված, մեր ինժեները գնացել է մեկ այլ հատվածում կտրման աշխատանքները հետևելիս վերադառնալուն պես նկատել է, որ բիտումապատ չի, բիտումով լցված չի փոսը, որպեսզի ասֆալտապատվի եւ միանգամից արձագանքել է։ Այսինքն մեր մեխանիզմը մեր աշխատակիցներն են, ինչպես նաեւ դուք եք եւ մյուս, ինչպես մեր գործընկերը նշեց, բլոգերները։ Բայց ավելի շատ աշխատակիցների բարեփոխություն։ Առանց որոնց որ քաղաքապետարանը չի աշխատում։ 5-րդ ալիք Աննա Գյուրնազարյան,
Պարոն Փաբուխյան, ես աշխատանքի հասնում եմ Սուրեն Սաֆարյան փողոցով ու այնտեղ իսկապես մարթաբոյ փոսեր են, ինչպես մի քանի վարորդներ են նշում, մարթաբոյ են, ջակուզիի են նման։ Ուզում եմ հասկանալ, արդյոք ըստ վտանգավորության են Սուրեն Սաֆարյան փողոցի մասն է խոսքը։ Նոր-նորքի դիք կոչվող հատված է, այդպես ասեմ։ Ուզում եմ հասկանալ, արդյոք փոսալցման աշխատանքները կատարվում են ըստ վտանգավորության աստիճանի, եւ եթե այո, ապա դրանց հերթը երբ է հասնելու, որտեղ դրանք իսկապես վտանգավոր են, մինչեւ կես միլիոն հասնող վնասներ են կրել վարորդները, իրենց հետ խոսելուց եմ գալիս։ Եվ երկրորդ հարցը, վարորդներից ահազանգեր ունենք, որ վերջերս Դավիթ Բեկ փողոցում փոսալցման աշխատանք է կատարվել, որը երեկվա դրությամբ նորից բացվել է։ Դրա պատճառներին էլ անդրադառնանք։ Շնորհակալ եմ։ Եթե Դավիթ Բեկի մի հատ հատված կա, որտեղ որ մենք չենք իրականացնել, այդ ջուր է թողնում, այդ մի մասը չենք իրականացրել, կարող է տպավորություն ա եղել, որ ամբողջ փողոցը, ամբողջությամբ չէ, բնականաբար հատվածային փոսերը լցնելիս այդ մի հատվածը մենք բաց ենք թողել, որովհետև ջուր էր թողնում եւ այդտեղ հնարավոր չէր ասֆալտապատում անել, կարող է քաղաքացիների մոտ թյուր կարծիք ա ձևավորվել, որ թե դա նույնպես արել ենք եւ քանդվել է, բայց այդտեղ ընդհանրապես չենք կպել։ Այդ մի հատ հատված կա Դավիթ Բեկում, որ չենք կպել։ Մյուս մասով անկեղծ ասած առաջնահերթությունը տրվում է քաղաքային նշանակություն ունեցող փողոցներին եւ բնականաբար այո փոսերի քանակը եւ իրենց անվորակությունը հաշվի առնելով այդ փողոցներին է տրվում, բայց Սաֆարյանի հետ կապված էլ ես ճշտում կանեմ, կասեմ թե երբ է այստեղ լինելու, որտեղ շին բարեկարգման միջոցով չի, դա վարչական շրջանի, ես հույս ունեմ, որ վարչական շրջանի ղեկավարը հիմա նայում է ասուլիսը, թե չի էլ նայում, ես հենց այսօր եւ այդ կպարզեմ, թե երբ է վարչական շրջանը իր ուժերով մտնելու Սաֆարյան փողոց։ Պարոն Փամբուխյան, մի հարց, եթե դեմ չեք, մի հարց տամ ձեր ծառայողական մեքենան որքան վնասներ է կրել Երևանի մարդաբոյ փոսերից։ 0 Չեք երթևեկում։ Նաև անձնական մեքենան նույնպես։ Այդ ինչպես եք երթևեկում ամբողջ զգուշությամբ մենք էլ ենք զգուշությամբ երթևեկում ամբողջ Երևանում են փոսեր։ Մեր տան մեքենան նույնպես երթևեկում է ամբողջ Երևանով եւ կրել է 0 վնաս։ Կներեք, եկեք համակարգենք։ Մենք մի փոքր ժամանակ ունենք, եթե հարց ունեք, 1-2 հարց ավելին չէ։ Այո, հարցեր ունենք, եթե դեմ չեք։ Պարոն Փամբուխյան, այդ 5 ընկերությունները, որ նշեցիք, ուղղակի ձեր խոսքից հասկանալի չեղավ, այսինքն իրենք նախորդ տարի AAB պրոյեկտի հետ իրականացրել են աշխատանքները, որ ասացիք գումար չի վճարվում, երաշխիքի մեջ են, թե հիմա դրանք նոր ընտրված ընկերություններ են։ Ես եթե չեմ սխալվում, 5-ից 4-ը նոր ընկերություններ են, մեկը փող կապակցված, ճիշտ եմ, չէ՞ ասում, մեկը AB-ի հետ փող կամ սեփականատերն են նույն մարդը կամ իրար հետ փող կապակցված ընկերություններ են։ Իսկ երաշխիքը վերաբերում է անկախ նրանից, թե հիմա ներկայային ինչ ընկերությունով է հանդես գալիս, միևնույնն է նախորդ տարվա իր արած աշխատանքը երաշխիքի մեջ է, այսինքն եթե այդ ընկերությունը կա, ձեր նշած AAB կլինի կամ մյուսը կլինի, այդ ընկերությունը ունի երաշխիքային պարտավորություններ։ Այս տարի թե ինչ ընկերությունով է մասնակցում, այս տարի նույնպես ծագել է արդեն երաշխիքային պարտավորություն, այսինքն 1 տարվա ընթացքում ինքը պարտավոր է թերացումները վերացնել, որոնք որ կառաջանան։ Հարյուրավոր գրառումները կապված փողոցների վիճակի, երթևեկության, մեքենաների վնասների հետ չեք տեսնում, թե չտեսնելու եք տալիս, որևէ արձագանք չկա քաղաքային իշխանության կողմից դրանց։ Ես կարծում եմ, որ քաղաքային իշխանության արձագանքը հենց այն լայնածավալ ասֆալտապատումն է, որը որ իրականացվում է։ Դրանից լավ արձագանք, այսինքն եթե ես փորձեմ ձեր գրառմանը պատասխանել, ուղղակի մենք նստենք եւ միասին մեկնաբանություններ գրենք, ես ձեզ գրեմ, դուք ինձ գրեք, դրա փոխարեն ես կարող եմ դուրս գալ փողոց եւ որևէ շինարարի մատնանշել ձեր նշած խնդիրը եւ այդ խնդիրը վերացնել եւ ես կարծում եմ դա լավագույն արձագանքն է, որը որ մենք կարող ենք տալ։ Իսկ Դանիել Լեոնիսյանը երեք ներողություն վերջին հարցը, Դանիել Լեոնիսյանը երեք տեսանյութ էր հրապարակել, որտեղ որ ասֆալտապատումն իրականացում էր եւ մեծ փոշի էր բարձրացել, սրա վերաբերյալ ինչ կասեք։ Տեսեք, դա հավելյալ տեխնիկա է պահանջում, նման տեխնիկա ոչ ոք չունի, փոշեկուլ իմաստով եմ ասում, որովհետեւ դա իրենից այլ ենթակառուցվածքներ է պահանջում, նաեւ հավելյալ մեքենա եւ այլն։ Մենք իրականացնում ենք այդ փոշին վերացնում ենք
փորած ասֆալտի այդ հատվածից եւ նշեցի մեր այլ ընկերություն քաղաքապետարանի կից ԵԱՍՄ ընկերությունը իրականացնում է այդ փոշու մաքրման աշխատանքները։ Շնորհակալություն պարոն Փամբուխչյան, շնորհակալություն գործընկերներ։